Բաբելոնացիները կարծում են, որ իրենք հավերժ են։ Նաբուգոդոնոսորը նույնիսկ կարծում էր, որ ինքը Աստվածն է։ Երեմիա 25:13-ում գրված է. «Ես այն երկրի վրա կբերեմ իմ այն բոլոր խոսքերը, որոնք ասել եմ նրա դեմ»։ Այս գրքի մեջ ամբողջ գրվածը, որ բոլոր ազգերի դեմ է, մարգարեացել է Երեմիան։ Այդպես էլ եղավ։ Մեծ կայսրությունը փլուզվեց, այն չարիք էր գործել Հուդայի դեմ։ Նաբուգոդոնոսորը կարծում էր, որ ինքը Աստված է, նա ամբողջովին կորցրեց իրեն։ Դիտենք այս վկայությունը։ 9 տարի է ինչ տառապում եմ ձեռքերից ցավից։ Ինչպիսի խնդիրներ էին Ցավերի առաջացնում։ պատճառով մազերս կարճ կտրեցի, չէի կարող սանրել։ Նայեք նրան, Փառք Աստծուն։ նայեք, փառք Աստծուն, ձեր մազերը կրկին կաճ են, դուք կկարողանաք սանրել դրանք։ Եվ իմ ողնաշարը։ Ինչ էր պատահել ձեր ողնաշարին։ Չգիտեմ, ուժեղ ցավ է։ Կարծում եմ, որ կոտրված է։ Հիմա դուք հանգիստ կքնեք։ Հիսուսի անունով։ Եթե ցավը վերադառնա, այն ձեզ չի խանգարի։ Աղոթենք։ Հայր, թող բոլոր նրանք, ովքեր աղոթում են ինձ հետ, վերադառնան դեպի քեզ եւ թող չարը դուրս գա այս մարդուց Հիսուսի անունով։ Աստված օրհնի ձեզ։